Տիրոջ անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, Հիսուսի անուշ բալիկներ։ Կարող է այսօր մարդը չկասկածի, որ, այսինքն կարող մարդը կասկածի, որ ինքը Հիսուսի անուշ բալիկն է, չէ՞։ Ըլլմա պարագա եւ վիճակներ կա, որ մարդը սկսում է կասկածել, որ ինքը Աստծո բալիկ է, Աստծո զավակ է, ժողովուրդ ջան։ Ես ինչ համար Տեր ուզում ես խոսքը խոսենք, բաներ կա, որ մենք միտ չունենք ինչ-որ մի բանի մասին խոսելու, բայց երբ որ Սուրբ Ոգին ինքն է բերում, ժողովուրդ ջան, չէ՞։ Եվ Սուրբ Ոգին դրա կարիքը տեսնում է, որ իր երեխեքը կարող իրանց ворդ տեսնեն, առանց հեր տեսնեն, չէ։ Աստված ասում է, աղջիկ ջան, տղա ջան, ախր ես քո հայրն եմ, ախր ես քո մոտ եմ, ինչ ես քեզ այդպես տեսնում, չէ։ Մենք տեսնում ենք սա մի հավատք է, որ ժողովուրդ ջան, սա էլ է հավատք։ Սա հավատք է, որ Աստված ամեն բան բերում է մարդուն հավատքի վրա է կանգնեցնում, որ մարդը հավատքով պետք է տեսնի, որ Աստված քո հայրն է։ Տերը օրհնա եղբայրները, ժողովուրդ ջան, մենք լսենք Տիրոջ խոսքը օրհնյալ, որ այսօր եղբայրները Տիրոջ խոսքով հորդորեցին եւ մխիթարեցին եւ ուզում են օգնա Աստված մեզ բոլորիս, որ ամեն մեկս օրհնվենք Տիրոջ խոսքով, սիրասո ժողովուրդ ջան, որտեղ Աստծո խոսքի մեջ ամեն ինչ կա։ Այն ինչ որ քո կյանքի մեջ դու ուզում ես, այն ինչ որ դու կարիք ունես, Աստված ամեն ինչ կարա քեզի տա։ Իր խոսքը ծով օվկիանոս է, ինչ որ դու ուզում ես, ինչ որ խնդիրներ կա, ինչ որ կարիքներ կա, ինչ որ անհասկանալի բաներ կա քո կյանքի մեջ, չէ։ Այն ինչ որ բաներ կա, որ դու մտածում ես հնարավոր է դից վերջ չկա, բայց Աստված դրա վերջն է կա, ժողովուրդ ջան։ Տերը բոլորդ էլ օրհնի, սիրասո ժողովուրդ ջան։ Տերը սորտնի սիրասո ժողովուրդ ջան, մենք ինչու վրա կանգնանք, որ այսօր մարդը պետք է հավատք ունենա Աստծո խոսքի վրա, ժողովուրդ ջան։ Աստված ուզում է, որ մենք մեր ապրած կյանքի մեջ մարդը հավատքի մեջ պետք է աճի։ Պատկերացրա երեխան հետո մա դասի, ասենք, նույն դասարանը մնում, ասենք, եղավ 10-րդ դասարան բդինստին կլնոր 3-րդ դասարան կամ 5-րդ դասարան նստում, չէ, ժողովուրդ ջան։ Այսինքն եղավ ինչ եղավ, որովհետև այս երեխու գիտելիքները շատ թույլ է, դրա համար այս երեխեքին դեր թողում են նույն դասարան մնալու, ժողովուրդ ջան։ Այսինքն Աստված ուզում է, որ իր ժողովուրդը, որ աճում ես դու տարիներ հետ անցնում է, ժողովուրդ ջան, դու պետք է հավատքիդ մեջ աճես եւ զորանաս։ Այսինքն քո մի տարվա հավատքը եւ մի քանի տարվա հավատքը պետք է նույնը չլինի, պետք է տարբերություն լինի քո հավատքի կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Որտեղ իշքան որ դու ապրում ես Աստծո հետ, չէ։ Կար հնարավոր ասենք մի տարի առաջ, ասենք այդ նույն բանը քո մեջ կատարվել է, դու այդ մարդուն չես կարացել ներե, չէ, մենք ենական եղբայրս չէ, թվարցի վրա, չէ։ Ժողովուրդ ջան, այսօր տեսնում ես անցնում է տարիները եւ Աստված քո այդ ամեն բաների մեջ, ինչու որ որտեղ դու ես աղաղակում, դու ես ուզում ես ամենը, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, չէ։ Երբ որ մարդ իրան ներսը տեսնում է խնդրեմ, երբ որ մարդ իրան ներսը տեսնում է դժվարություն, ինչ անում, մարդը աղաղակում ասում, որտեղ երբ որ դու լուսավորվել ես Աստծուով, ժողովուրդ ջան, չէ, որ Տերը մեզ լուսավորել է, այս երբ որ դու տեսնում ես, որ խավար կա քո կյանքի մեջ, անհասկանալի բաներ կա, եւ բաներ կա, որ Աստծուն անհաջելի բաներ կա քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան, ես հավատում եմ, դուք բոլորդ եք աղաղակում եք Աստծուն, դուք Աստծո դուռ եք թագում։ Դուք ուզում եք, որ Տերը բացա այն դուռը, որտեղ որ քեզի համար պետք է, որ Աստված քեզ բժշկի ու ողորմի, սիրասո ժողովուրդ ջան, չէ՞։ Դամար Տերը օրհնի սիրելի ժողովուրդ ջան, Տերը այսօր ինչ ասում իր ժողովուրդը, հավատք ունենա Աստծո խոսքի վրա, ժողովուրդ ջան, չէ՞։ Այո, մենք բերանով այսօր շատ անգամ ասում ենք, չէ՞, ինչպես եղբայր Դանիել աղբեսը խոսած, չէ՞, այսինքն կարա մարդը բերանով ասի, բայց մեկ է տեսնում ենք մեր ներսը դեռ այն հաստատությունը չկա Աստծո վրա, ժողովուրդ ջան։ Երբ որ Աստված ուզում է մարդու ներսից սկսա, ներսի մեջը լինի այդ հավատքը։ Ոչ թե դրսևորած մենակ լեզվով մեր կյանքի մեջ ինչ չենք, ժողովուրդ ջան։ Եվ սա էլ մի ընթացք է, որ Աստված ուզում է, որ իր ժողովրդին աճեցնա, ժողովուրդ ջան։ Մենք տեսանք ինչու համար իր ժողովուրդը անհավատ եղան, ժողովուրդ ջան, չէ։ Շատ անգամ աշակերտներ հանդիման են, ասում են, «Այսքան անհավատ եք, չէ»։ Մինչև երբ ձեզի հետ լինեմ, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, որ մարդը այո կարիք ունի աճել, ժողովուրդ ջան։ Ինչի համար որ դու կարիք ես, որ դու աճես եւ քո հավատքը պետք է մեծանա, շատանա քո կյանքի մեջ։ Սիրասո ժողովուրդ ջան։ Դամար այսօր որ մարդը իր կյանքի մեջ փնտրում է իր անձի համար, չէ, իր անձի աճման համար, չէ, եւ մարդը սկսում է աղաղակել Տիրոջը։ Եվ նա ուզում է աճի հավատքի կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Եվ Աստված էլ քեզ կամացից սովորացնում է, նա քեզ կրտում ու դաստիարակում է իր տան ճանապարհների մեջ։ Եթե դու մնում ես իր տան մեջ, ժողովուրդ ջան,
Եթե մարդը մնում է Աստծո տան ճանապարհների մեջ, Աստված քեզի կսովորացնա, կօգնա քեզի, բայց երբ որ մարդը հեռանում է Աստծո տնից, նա մնում է անհոր խրադի, որտեվ հայրը իր տան մեջ խրադում է, ժողովրդին բան է խոսում, բայց ինքը իր հոր տան մեջ չի, ժողովուրդ ջան, չէ՞։ Մենք տեսանք անարակ որդին, երբ որ հոր տնից գնաց, մի հայրը վերջ իր տան մեջ այնքան խորհուրդներ տված կեղներ չես Տեսեք, ով որ լսում է, նա ընդունում է, ժողովուրդ ջան, բայց տեսանք, որ իր որդին հեռացած է իր տնից, ժողովուրդ ջան։ Եվ ինչ համար է, Աստված ինչ ասում, ժողովուրդ ջան, որ մարդը ինչ վիճակի որ մեջ դու կաս, միգուցե քո մեջ պատերազմ կա, որ դու չես կրում հաղթես քո ներսի պատերազմին։ Միգուցե քո ընտանիքի մեջ մի դժվարություն կա, խնդրեմ կա, այլի դու չես կրում հաղթես, ժողովուրդ ջան։ Ոչ թե Աստված ուզում է, որ մարդը թողնի, գնա նոյից այն հին կյանք ապրի։ Մեկ է Հիսուս ջան, իմ մոտ ոչ մի բան չի ստացում, չէ՞։ Աստված էլ ասում, տղա ջան, եթե գիտեմ քո մոտ ոչ մի դու մի հատ հեռու կայնի, թող ընձի ես կանեմ։ Ես պետք է անեմ, ժողովուրդ ջան։ Այդ ծովը Աստված պետք է բացեր։ Աստված պետք է Մովսեն ասեց գավազան խփած որ այդ ծովը պետք է բացվի, ժողովուրդ ջան։ Երբ որ դու Աստծո խոսքի նազան Աստված այդ գավազան խփել է տալում, որ քո ներսի պրոբի հարցը Տերը բնույթ այդ հավատքի հարցը բնույթի, ժողովուրդ ջան։ Ամեն բանի մեջ Աստվածը ընդառաջ կալու քեզի, ժողովուրդ ջան։ Դամար Աստված տեսնում է նաև մարդկանց վիճակները, չէ՞։ Կարող Աստված տենում է դու այդ վիճակին, եթե քեզ մի բան ասա, կա դու չես ընդունե։ Աստված քեզ ուզում է մի հատ աճեցնա, սովորացնա, երբ որ մի բանը քեզ Տերը խոսք է ղրգում, նա ուզում է որ դու ընդունես, եւ այդ խոսքը երբ որ կմտավ քո մեջը, ժողովուրդ ջան, նա քո մեջ կյանք է բերում։ Այո, ինչպես Տերը օրհնի եղբայրը, չէ՞, ասենք եւ Սուրբ Հոգու մկրտության եւ Սուրբ Հոգու աճման վրա, չէ, որ Սուրբ Հոգին եկավ երկրի վրա, ինչ որ եկավ որ իր եկեղեցին հարսը պատրաստի, ժողովուրդ ջան, այդ հարսի մեջ մենք ենք մտնում այսօր։ Աստված ուզում է որ բոլոր մարդիկ պատրաստվեն Տիրոջ գալստյանը, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք հնարավոր է շատ անգամ մարդիկ այդ Տիրոջ գալստյան համար էլ արդեն կան հոգել չանեն։ Թե եղբայր ջան, ես քանի տարի նույն բան ես, 2000 տարի ասում են Հիսուսը գալմալ է, ժողովուրդ ջան։ Այո, կարող է ինչքան էլ տարի անցնի, մենք պետք է ասենք, որ Տիրոջ գալը քիչ է մնացել, որտեղ ավետարանը մեզ ասում, ժողովուրդ ջան։ Եվ ինչու համար ասում ավետարանը, որպեսզի մարդը զգուշանա Աստծո գալստյան համար։ Միգուցե Տեր իր գալը դեր հիմա չի լինում, բայց միգուցե ոմանց Տերը վերցնում է երկրից, ժողովուրդ ջան։ Եթե տվյալ մարդը իմանում է, որ Հիսուսը պետք է գա, նա սկսում է պատրաստվել։ Ինչու համար է, որտեղ նա գիտա, կարող է Տերը հենց հիմա գա, ժողովուրդ ջան։ Հնարավոր Տերը հենց հիմա գա, մենք չենք իմանում, չէ՞։ Մենք ինական խոսացինք, ժողովուրդ ջան, Աստված իր ավետարանի մեջ ոչ մեկին չի ասի ինքը որ օրը պետք է գա։ Իր առաքյալներին չասես, ոչ մի եպիսկոպոսներին չասես, ոչ մեկին Տերը չի ասում, ժողովուրդ ջան, ավետարան արդեն չի ասում։ Դամար ինքան կարևորը, երբ որ Աստված ասում է ես շուտով պիտի գամ, ունեցածդ ամուր բռնա, հարց ենք տալում ինձ ու քեզ, Աստված ջան, ես ինչ ունեմ հիմա, որ ամուր բռնեմ, ժողովուրդ ջան։ Այսօր դու պետք է նայես քո սրտի մեջ ինչ ունես այսօր դու Աստծո խոսքից, Աստծուց այդ հավատքից, որ դու ամուր բռնես այդ խոսքը քո կյանքի մեջ։ Դու պետք է ունենաս, որ ամուր բռնես։ Եթե այդ խոսքը չկա քո կյանքի մեջ, չկա Տիրոջ խոսքը, մխիթարությունը, դու ինչը բռնես, ժողովուրդ ջան, չէ՞։ Այ դու պետք է այդ խոսքը ունենաս քո հոգու աշխարհի մեջ, որ ասում է ես ձեր հայրն եմ։ Մենք տեսնում ենք շատ անգամ մարդիկ տարակուսում են հավատքի կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Այ որ մարդու մեջ պրոբլեմ կա, դժվարություն կա, անհաղթություն կա, ասենք, ժողովուրդ ջան, ասենք, հրեշտակը չեն տեսնում, չէ՞, ինչ որ բաներ չեն տեսնում, երազ չեն տեսնում, տեսիլքներ չեն տեսնում, չէ՞, ասենք, մարդիկ մտածում են, որ Աստված իրանց թողել է, ժողովուրդ ջան։ Աստված որ տեսիլքներով մենակ մարդուն չի գալու, ժողովուրդ ջան։ Աստված իր խոսքով, իր խոսքը քո մեջ բերում է եւ դու իր ներկայությունը դու կարաս զգաս առնես, Տերը կարա քեզ մոտիկանա, ժողովուրդ ջան։ Շատ անգամ Տիրոջ խոսքի խոսելու մեջ զգում եմ Տիրոջ ներկայությունը, երբ որ Տերը Սուրբ Հոգով մի հատ իջնում է վրես, ժողովուրդ ջան, եւ շատերի վրա է իջնում Տիրոջ հոգին, գիտեք, շատերի վրա Տերը ուզում է իջնի մի հատ, իր հոգով իջնի քո մեջ։ Կապ չունի դու ինչ տգար ես, կապ չունի դու ինչ վիճակի մեջ ես, ընդհանրապես Տերը գալու է այն վիճակ, ով սիրտը կոդրված է, ում սիրտը որ կարիք ունի Քրիստոսին, նա իջնում է այն տեղը, որտեղ կարիք է տեսնում։
Կարող դու տեսնես քեզի ես աշխարհի մեջի ամենահետինը, հավատացյալ մեջի ամենավադն ես տենում քեզի։ Ամենատգարը թույլ ես տենում, բայց երբ որ Աստված գալում է քո կյանքի մեջ, նա գալում է քեզ օգնի, որ քեզի բարձրացնի։ Ժողովուրդ ջան, ես հիշում եմ մի քանի տարի առաջ, երբ որ եղբայր կամ մինչև հիմա հավատքի չի գալու, ժողովուրդ ջան, մեկ քանի անգամ էլ այցելում մենք ան դժվար է, մեկ էլ մտածում եմ Տեր Աստված, ինչն է մարդուն խանգարում։ Չէ, վերջը հասկանում ենք, որ Տիրոջ գալը քիչ է մնացել, հայիշկան պետք է դուրս մնանք, չէ՞ մենք ժողովուրդ ջան։ Հետարքիր է, երբ որ եղբորացի այդ եղբորը կառնես կկաս մոդես, կնստենք խոսենք, ժողովուրդ ջան, փառք Աստծո, ոնց որ այս տեղը Աստծո օրհնություն է, ժողովուրդ ջան։ Այնքան եղբայրներ էին գալում ստե։ Մենք տեսնում ենք այդ խավարին ձեռ չի տալում, ժողովուրդ ջան։ Սատանին ձեռ չի տալում այս օրհնությունը, այս միաբանությունը։ Նրա ձեռ չի տալում, երբ որ ինչ որ մեկին դու ուզում ես Աստծո խոսքով օգնես, այդ ընկածին վեր ես հանում Տիրոջմով, նրան ձեռ չի տալում։ Նա ուզում է, որ այդ մարդը այդպես է մնա։ Երբ որ այդ եղբայրը եկավ նստավ, դե մի պիտի բարևում եմ, ասում եմ խաղաղություն, բրատ ջան, պրիվեստուեմ, ասում եմ եղբայր մի ասա, ժողովուրդ ջան։ Այնքան դժվար է, սիրասո ժողովուրդ ջան, երբ որ մարդը գնում է հավատքից, եւ այդ անկման մեջ, մարդի մեջը կորում է Աստծո հավատքը, Աստծո սիրո վրա հավատքը, որ Աստված իրան դեռ սիրում է, ժողովուրդ ջան։ Հետարքիր Տիրոջ խոսքից ասի եղբայր ջան, կարող դու այդպես ես մտածում, բայց Աստված քեզ այդպես չի տեսնում։ Աստված քեզի մի ուրիշ աչքերով է տեսնում։ Աստված ասում է, ես 99 թողում եմ, եկել եմ քու ետևից, ով մարդ, ով Աստծո զավակ։ Պատկերացնում ես 99 թողել է, եկել է մի օկու ետևից, այդ մեկը միգուցե ես եմ եղել, դու ես եղել եւ հետեւյալ հոգին կար, որ եկավ ստե նստավ, ժողովուրդ ջան։ Այսինքն որքան դու թանկ ես Աստծո համար, որտեղ եղբայրը խոսքես ենք Տիրոջ այրանգինը, խաղաղությունը նաև, ժողովուրդ ջան։ Այսինքն մարդը այնքան թանկ է Աստծո առջև, որ Աստված այդ 99 թողումը հատուկ քեզ համար գալիս է։ Դա մենակ Աստված կրանը, ժողովուրդ ջան, դա մարդու խելքի բանը չի։ Շատ անգամ կարա մարդիկ թողեն հեռանան, ասում են, դες մեկն է թողավ գնաց։ Այդպես չի Աստված մտածում, ժողովուրդ ջան։ Աստծո ծրագիր իմ ու քո հանդեպ, սիրիր Աստծո ժողովուրդ ջան, նա սերն է բերում քո կյանքի մեջ։ Նա ուզում է, որ դու հավատաս Աստծո սիրուն, սիր ժողովուրդ ջան։ Դամար Տերը օրհնի, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Տերը օրհնի, որ դուք հավատքով լսվեք։ Եվ քո վիճակը մի կապի Աստծո հավատքի հետ։ Եղել է տգար եմ եղել, թույլ եմ եղել, ասենք, հիշում եմ, որ գնացի պաշտամունքի եղբայրս մեր եղբայր քարոզում եմ, եղբայր ջան, ես ինչա վիճակը տգար եմ, թույլ եմ, ասում է եղբայր ջան, հենց այդպես քարոզի։ Երբ որ դու տեսնում ես քեզի զորավորին Տերը մի քիչ ուրիշ եւ ժողովուրդ ջան, երբ որ մարդ այո տենում է թույլ է, տգար է ժողովուրդ ջան, այո Տերը ընդեղ է օրհնություն բերում։ Երբ որ դու տեսնում ես արդեն վիճակը լավ չի, տգար ես, թույլ ես, ժողովուրդ ջան, դա նորահոգի ժամանակներն է գալում, բայց երբ որ մենք աճում ենք, մենք սկսում ենք շատ բաների մեջ աճել ու սովորել։ Մենք այն հին կյանքի հետ մի տարվա երեխու պես չենք, մենակ կատը չենք ուտում, ժողովուրդ ջան, չէ՞։ Աստված նաև մեզի ուրիշ կերակուր է տալում, սնունդ է տալում, որ քո մեջի հավատքդ ավելի զորանա, սիրասո ժողովուրդ ջան, Տերը օրհնի բոլորիդ էլ։ Ես Տիրո խոսքից մի քանի խոսքը կարդամ, սիրասո ժողովուրդ ջան, Տերը օգնի բոլորիդ։ Հիմա Տիրոջ խոսքը գալում է քո սրտին ուղիղ կանգնում է, ժողովուրդ ջան, ես մի օր պես պաշտամունքի տեղն է այստեղ։ Դե ասում ես, ձեր սրտի դուռը կանգնած թագում եմ։ Կակրած եղբայրը, որ քարոզում եմ, Տեր Աստված, հետարքիր է, դա ո՞րն է։ Հենց հետարքիր Սուրբ Հոգին բերեց, ասեց, երբ որ քարոզում է եղբայրը, այդ խոսքը գալում է ուղիղ քո սրտին հիմա։ Նաև այդ վաղտ ինձ էր ասում Տերը, ժողովուրդ ջան, ես փոխանցում եմ ձեզ, ինչ որ Տիրոջից առնում եք, ձեզ ենք փոխանցում։ Ասեց այդ խոսքը գալում է ուղիղ քո սրտի մոտ կանգնած թագում է։ Աղջիկ ջան, տղա ջան, բաց, որպեսզի ներս մտնեմ, ժողովուրդ ջան։ Մեր Աստված այնքան սուրբ է, այնքան խոնար ու հեզ է, ժողովուրդ ջան, նա այդպես զորով չի մտնում քո սրտի մեջ։ Պատկերացա Հիսուս մագա կսեմ, դու ես չեմ ուզում, Տերը գասմա, չէ՞ դուզես, ժողովուրդ ջան։ Աստծո սերը մի քիչ ուրիշ բան, Աստված ինչու համար տվեց մարդուն ազատ կամ։ Ինչու Ադամ եւ այն տվեց ազատ կամ ընտրության, ժողովուրդ ջան, հիմա այդ ընտրությունը նաև իմ ու քո մեջ կա։ Աստված մա կուտեմ դա երկու ճանապարհ, կյանք ու մահ։
Այսինքն մենք տեսնում ենք, որ մարդու ձեռքը կա ընտրություն։ Այսինքն դու պետք է ընտրես քո սիրտը տաս Աստծուն, ծառայես Աստծուն, թե չես ծառայում ժողովուրդ, չէ՞։ Այսօր շատ մարդիկ ինչ համար թողում են գնում են աշխարհ, չէ՞ խոսքի։ Էլ ենք ասում, մենք ոչ թե ուրախանում ենք, ոչ թե ինչ-որ բան է, մեր համար ցավ է ժողովուրդ ջան։ Այո, հոգևոր հավատքի մարդկանց համար ցավ է, երբ որ տեսնում ես քո եղբայրը քույրը այսօր հավատքի մեջ չեն։ Մարդիկ աշխարհի մեջ ապրում են ժողովուրդ ջան։ Եվ եկան դժվար է, ինչքան է եղբորը քան անգամ այցելում ենք եղբայրը վերցում մտնում ենք եղբայր ջան։ Արի տիրոջ տունը ինչ կեղնի։ Մի օր գնացինք ավտոյով բերեցինք նույնս պաշտամու ժողովուրդ ջան։ Մենք այսօր տեսնում ենք այդ մեր բերելը տանելը, դա պետք է մարդը իր սրտի մեջ ցանկանա, սիրելի ժողովուրդ ջան, մարդը պետք է ուզենա։ Երբ որ դու ուզում ես փոխվես, երբ դու ուզում ես սրբանաս, մաքրվես, Աստված քեզ ուզում է օգնի։ Սիրասու ժողովուրդ ջան։ Հնարավոր է մարդկանց կյանքի մեջ, մարդկանց հնարավորություն չկա պաշտամու գնալու ժողովուրդ ջան, չէ՞։ Ըլնում է պարագա, երբ որ մարդկանց այդ աշխատանք է տանում, ասում է հնարավորություն չկա պաշտամուն կետալու ժողովուրդ ջան, խարաշո։ Եթե պատճառը հնարավորություն չկա պաշտամուն գնալու, Աստված այդ հարցը կլուծի։ Բայց եթե քո սրտի մեջ չկա գնալը, դու պրոստը պրիչին ես գնում, որ պաշտամուկի հարմարություն չկա գնալու ժողովուրդ ջան։ Երբ որ գալու է պարագա, երբ որ փառք ասու, Տերը օգնում է եւ մի հնարավորություն ես տալում, գտնում ես, որ ես տվյալ անձը գնա պաշտամուկի։ Մեկը տենց չի գնում։ Այ քուրիկ ջան, այ եղբայր, բնորի չէր ասում։ Ուզում եմ գնամ, բայց հիմա հնարավորություն կա, գնա։ Ժողովուրդ ջան։ Այսինքն տեսնում ենք Աստված ինչ է ուզում։ Աստված ուզում է մարդուն օգնի, որ մարդը անկեղծ լինի Աստծո առաջ։ Եթե քո սրտի մեջ խնդրեմ կա, մի ծածկվա եւ մարդը արդեն ասում է Աստծուն որպես, այսինքն երբ որ դու մեծ ես ասում, դու նույնպես Աստծուն ես ասում, ի՞նչ տարբերություն։ Մի Աստված լսեց։ Եղբայր ջան, ուզում եմ, բայց հնարավորություն չկա գնալու։ Խարաշո։ Մենք աշխատենք, օգնենք այդ հարցի մեջ ժողովուրդ ջան։ Սա է Աստծո ընտանիքի սերը, երբ որ դու տեսնում ես ինչ-որ մի բան, եթե դու կարող ես օգնական լինես քո քրոջ եղբայր, դու պարտավոր ես օգնես տվյալ անձին, սիրասու ժողովուրդ ջան։ Եղել է քույրիկներ, երբ որ դե գրուպայի մեջ երբ որ իմանում ենք պաշտամունքի տեղ չկա, ասում եմ քույրիկ ջան, մի հատ քո հաստենք ծանձի։ Վերջ ակին ծանոթություն կա եղբայրություն ժողովուրդ ջան, երբ որ գցում ես հասցեն, երբ որ սկսում ես եղբայրն ես հարցը փորձ անես իր այս մոդիկ, որտեղ ինք ապրում է, պաշտամունքի տեղ կա ժողովուրդ ջան, բայց այս տվյալ անձը չի իմացել։ Մի մարդ է կարող չի իմացել ժողովուրդ ջան, բայց մենք էլ չօգնենք տվյալ մարդուն։ Եվ օգնում ես եւ տվյալ մարդը գնում է պաշտամունքի, բայց երբ որ մարդը իմանում է ու չի գնում, այսինքն սեղավ այս տվյալ մարդը չի ուզում ժողովուրդ ջան։ Դա մարդ Տիրոջ խոսքը ասում է, ես ձեր սրտի մոտ կանգնած ու թագում եմ։ Նա թագում է իմ օգուսիլը ժողովուրդ ջան։ Նա ուզում է որ դու բացես, որպեսզի Աստված քո մեջ ապրի։ Այնքան օրհնյալ է, երբ որ դու ուզում ես քո կյանքի մեջ Քրիստոսը ապրի։ Որ այս աշխարհի մեղքերը քեզի հաճելի չլինեն ժողովուրդ ջան։ Եթե Աստված քո կյանքի մեջ չապրավ, դու լավ իմացի, մի օր կգա դու նույնիսկ կգնես այդ մեղքի խնդրի մեջ։ Ինչու՞ որտեվ դու Աստված քո կյանքի մեջ չես բերած, չես որ Աստված քո կյանքի մեջ ապրի ժողովուրդ ջան։ Մեզ Աստված ազատեց ամեն մեղքից, կաբանքներից, մենք չենք կար ազատվի ժողովուրդ ջան, ոչ մեկը, չկա մեկը որ գա պարզենա, որ ասա ես կարածա ազատվա։ Ալնումա պարագա որ մարդիկ բարդանում են, չէ՞, իմ ուժով, Տերը մի հատ էլ թույլ է տալը, մի հատ ընկնում են։ Մեկը տեսնում են, չէ՞ մարդ, առանց Աստծո ես բան չեմ կրանեմ։ Բայ ախպեր ջան, բան ուժել դու կա բան կա մենք չենք հասկանում, որ առանց ասում մենք չենք կրա ժողովուրդ ջան։ Մենք գերի վգայեցինք, չէ՞, երբ որ մի քույրիկ իր ամուսնուն հաց է դնում ուտելու, երբ երեք եմ խոսացինք շքանի լիշում եմ։ Արդեն նստած է ճաշը դրելա դեմը, տեսնում է օրհնա որ Աստված դու այդ ճաշը կարանաս ուտես։ Ասում է այ կնիկ տո ճաշը դեմը դրած է, ինչ է մի հատ գդալը խփեմ մեջ ուտեմ։ Ով մարդ, եթե Աստված չկամեցավ, դու չես ուտել ճաշը։ Ժողովուրդ, երբ որ մարդը չի հասկանում, չի գնահատում, ասում, այո, ճաշի ուտելու համար դու գնահատա, ասում, փառավորի Տեր ջան, շնորհակալ ենք, որ հիմա ես պետք է ճաշ ուտեմ։ Ասում է իր խոսքի վրայով, որ ասես ճաշը դեմն ինձ իջա, հեսա կուտեմ։ Դուրը թագում են, միլիցիա գնում իր բռնում տանում են ժողովուրդ ջան, այդ տվյալ մարդուն։ Այդ ճաշը չկերավ։ Հիմա այդ մարդը որ դից ելավ գնաց, այս մարդը հասկան այ մարդ, այ քեզի բան։ Ախր իմ կինս լավ բան էր ասում։ Օրտնա ճաշը, որ Աստված օրտնա, որ դու ճաշ ուտես։ Այ դու նոր մի հատ հասկնա, ժողովուրդ ջան։
Քանի մարդը չի գնում նեղության մեջ, մարդը չի հասկանում Տիրոջ օրհնությունն ու ողորմությունը ժողովուրդ ջան։ Տերը օրհնի, այնքան օրհնյալ Աստված ունենք, սիրելի Աստծո ժողովուրդ, իրապես եմ ասում, այնքան օրհնյալ Հիսուս Տեր ունենք, Փրկիչ ունենք, շատ անգամ մարդկանց վիճակներին Տերը չի նայում ժողովուրդ ջան։ Ըլլում է մարդիկ վիճակների մեջ հասկանում ենք, ասում է Տերը դու տանի դժոխք, ժողովուրդ ջան, հո Տերը չտանավ այդ մարդուն դժոխք, հո մենք հայր ունենք ժողովուրդ ջան։ Նա տեսնում է մարդու վիճակը, մարդու տգարությունը, թուլությունը, չէ՞։ Ըլլում է պարագա դուք էլ կարա շատ անգամ ձեր մեջ տրտունջ կա, դժվարություն կա, Սատանոս եղբայրան տրտունջ կա դժվար, բա ասում եմ ինչ ես ու, բա դու պետք է աճես ու սովորես, բա դու տեսնես որ քո մեջ ինչ կա։ Եթե չտեսած չես իմանա ժողովուրդ ջան, չէ՞։ Այսինքն քանի դու չես սխալվում, մի բան չկա քո կյանքի մեջ, չէ՞։ Մենք ասում ենք սիրենք թշնամին, լավ բան ենք ասում ժողովուրդ ջան, լավ բան ենք ասում, բայց գալու է պարագա, երբ որ Տերը մի հատ բերում այս ընտածքը, մեկ է տեսնում ես մեզ Տեր Աստված իշքան դժվար է։ Եթե դու ինձ չօգնես, ես չեմ կրա։ Իրապես Տեր Աստված Եթե ժողովուրդ ջան Աստված մեզի չօգնա, մենք ոչ մեկս չենք կրա։ Այսօր հնարավոր է դու քո քրոջ ու եղբորը չներես, չսիրես, հավատքի նաև։ Եվ այդպես դեպքեր շատ ունենք ժողովուրդ ջան։ Էլ ենք ասում, մենք ոչ մեկին ոչ մեղադրում ենք, ոչ տադում ենք, այսօր մենք մեզանից ենք ուշադրում, մենք վախենանք ժողովուրդ ջան։ Ես շատ անգամ ասում եմ Տեր Հիսուս, եթե դու ինձ չպայեց, ես մարդ եմ, կարա թողեմ, որտեղ կարա, այո, թողենք։ Եթե Տերը մեզի չպայի ժողովուրդ ջան։ Այսինքն այսօր մենք հասկանում ենք, եթե Աստված մեզի չպայի ժողովուրդ ջան, մենք բոլորս եմ մարդ ենք, գիտես ինչքան օրհնյալ եղբայրներ են հավատքից ընկե։ Ինչքան եղբայր, երբ որ գալում ենք գյուղը եղբայրները գալում են քարոզելու ժողովուրդ ջան, մենք իրանցից սովորում ենք, լսում ենք, օրհնություն ենք, մեկ է տեսանք, այս եղբայրները գնացին։ Ինչ եղավ Աստված ջան։ Դամար Տեր ասում է, մենք պետք է այսօր ապավինենք մեր Տիրոջը եւ իրան կարճած պայենք, ու ամեն դժվարությունների մեջ, խնդիրների մեջ, ժողովուրդ ջան։ Էլ եմ ասում, մարդ ես կարա մի օր վհատես, ես պաշտամունք չեմ գնում։ Բայց ետքը գալու է քու մեջ զղջում, հասկանում ես, որ ոնց կարամ չետամ Հիսուս ջան։ Դու նույնիսկ սկսում ես շարունակես քո ճանապարհը դեպի Տիրոջ տունը, Տեր ժողովուրդ ջան։ Տերս օրհնի, ես մեմ Տիրոջ խոսքից մի քանի խոսքը կարտանք ժողովուրդ ջան։ Տենանք ինչ ունի Աստված ինձ ու քեզ ասելով, իրա խոսքով, իրա ճշմարտությունով ժողովուրդ ջան։ Աստծո խոսքը դա ճշմարտություն է։ Այն որ եղբայրներս կիսվան ձեզ հետ, Տերը օրհնա բոլորի դեր ժողովուրդ։ Շատ ուրախ ենք, որ դուք նաև կարողանում եք լսել Աստծո խոսքը։ Այսօր շատ մարդիկ չեն լսում ժողովուրդ ջան։ Այսօր շատ մարդիկ էլ չեն կարողանում լսել։ Այն մարդիկ, որ տարիներով հավատքի մեջ էին, պաշտամունքներ, չէ, աղոթներ, քարոզներ, մեկ է տեսնում ես մարդու մեջ գալու է պրոբլեմ, ես մարդ էլ չի կրում Աստծո խոսքը, ժողովուրդ ջան։ Արդեն որ խոսում ես, հնարավոր է մարդը չուզենա լսի։ Այսինքն մենք տեսանք, որ մարդու մեջ ինչ եկե, վնաս եկե, անօրեն հասավ իր նպատակի, որ կարողացավ մարդուն այդ պդուղը կերցնել, ժողովուրդ ջան։ Հնարավոր է այսօր շատ անգամ անօրեն այսօր կարողանում է հաջողել, որ մարդկանց այդ չար պդուղն է կերցնում։ Ասեց Եվա ջան, որ կեր ինչ է խանգարում ժողովուրդ ջան։ Հետո ինչու՞ մար եւ օծը Ադամին չմոտեցավ։ Հնարավոր Ադամը այդ պայն բան կեր ժողովուրդ, բայց ինքը խորամանկ էր։ Ինչի հոբի սաղ երեխեքին վերցեց, բայց կնոջը թողեց, որ հեչ հարց չենք տալու։ Ի՞նչն էր պատճառը, որ նա մի հատ այդ կնոջ միջոցով պետք է փորձեր։ Տեսներ կրան հաղթություն հասնել, որտեղ մենք տեսանք Սամսոնին էլի կինը գցեց, որտեղ ասուն չլսեց Սամսոնը, չէ՞։ Այ Սամսոն, քեզ արդեն ասում են, այ օտար կնոջ հետ, այսինքն անհավատ մարդկանց ինչ գործ ունես։ Այդ չլսեց ժողովուրդ ջան։ Երբ որ մարդը հասնում է այդ խնդիրների դժվար եւ ում պետք է մեղադրենք։ Ախր Աստված կսա տղա ջան, աղջիկ ջան, ախր շուտ ված ավետարան եմ գրել ցեզի։ Իմ խոսքը թողել եմ, որ դու կարտակ իմանաք, որ վամիզոր քո ոտը չխփես քարի, դու ասես այ մարդ էս քարը ով է դրես դե։ Քար ինչ կա, ոտը բարձր ասել քարի, չի ժողովուրդ ջան, խնդրեմի դժվարություն դաստեր։ Տերս օրհնա Սիրաստո ժողովուրդ ջան, Տերս օրհնա բոլոր սեպայ իր ժողովուրդը վերջին օրերն է։ Մենք դեռ չգիտենք ինչ ժամանակներ կգա ժողովուրդ ջան։ Կարա մարդիկ մտածում են, եսի ինչ հալածանքների հարցերի չէ ժողովուրդ ջան, գալու է մոլորություն։ Աստծո խոսքի մոլորություն է գալու մարդկանց կյանքի մեջ։ Մեկ է տեսնում ես մարդիկ հավատքի կյանքի մեջ պաշտամունքներ, աղոթներ, մեկ է տեսնում ես մարդիկ սդության են հավատում։ Ասում են Հիսուս այս ինչ օրը գալիս է, սեպտեմբերի 20-ին ասին ուստի։ Ասում եմ այ Աստված ջան, ասենք նուժելի մարդ ասենք չի կարդում ավետարան ժողովուրդ ջան։
Երբ որ այդ եղբորը ասում է, այ եղբայրներ ջան, ախր դուք ինչ գիտեք, այս ինչ եղբորը բացվել է Աստծո խոսքը, Ժողովուրդ ջան, դա սադանությունը, դա ստությունը։ Ոչ մեկին Աստված չի բացում իր խոսքը, Ժողովուրդ ջան։ Ավետան որ գրվել է, այլ ավետան չի փոխում, այլ թազա ավետան պետք է չգրվի, Ժողովուրդ ջան։ Ինչու՞ կա էսա։ Գրված է մինչև այս երկիրը պետք է այդի տերը, վառից թե բան չի տո, մինչև էդի գրած է։ Էլ ինչ է պետք, էլ ինչ ավետան պետք չէ, Ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք ինչն է սատանայի խորամանկությունը, նրա խորամանկությունը Ժողովուրդ ջան, քեզի ավետանից կդրի սուտ ուսմունք բերա քո կյանքի մեջ։ Հիսուսը քեզի չի լսում։ Է մարդ հավատում է Ժողովուրդ ջան, էլ մարդ աղոթ չի անում։ Եվ սկսում է իր մեջ տառապել։ Այ քուրիկ ջան, եղբայր ջան, ինչեզ այդ սադուցյանը լսում։ Այդ ո՞նց եղավ դու Հիսուսին ուզում ես սիրես, Հիսուսը քեզ չսիրեց։ Բայց ինչ եկավ երկից կան չարչարանք երա մեր համար Ժողովուրդ ջան։ Ինչի՞ իր սուրբ հայրունը թափեց մեզ համար։ Եթե պիտի քեզի չսիրա Հիսուսը, Ժողովուրդ ջան, ոնց կինի դու քո երեխուն չսիրես։ Լպատկե երեխեն գասա պապա դու ինձ չես սիրում։ Ես ասես այո, ոչ չեմ սիրում։ Դու ես իմ կյանքը պատրաստ եմ քեզի համար տալու, չէ։ Ամեն բան անում եմ, որ քո համար անի, երեխեք ջան, չէ։ Մենք այսօր տեսնում ենք ինչ համար ծնողը ամեն անգամ հոգա տանում իր երեխեքի մասին, Ժողովուրդ ջան, չէ։ Մենք բոլոր ծնողներ ենք շատերս։ Ովքեր ծնող չեն, Տերը տաց, որ ծնող դառնան Ժողովուրդ ջան, երեխա ունեն, այսօր շատ, այո, շատ ընտանիքներ կա, ուզում են, բայց չեն կարողանում։ Այդ չկա, չեն կարող Ժողովուրդ ջան։ Եվ դա համար ինչ է պետք մարդկանց, աղոթք եւ աղաչանք։ Մինչև Տերը բացի այդ որովայնի պդուղը, որ տվյալ մարդուն Տեր երեխա տա Ժողովուրդ ջան։ Մենք այնքան հրաշքներ ենք լսել։ Ես հիշում եմ մի քանի տարի որ այդ գյուղում էի, որ դե ուրիշ հավատքի էին գնաց այդտեղ, այդ եղբորը դե նստած իրանց կուխնին պես իմացա որ քանի տարի իրանք երեխա չեն Ժողովուրդ ջան, պրոստը իմ սրտի մեջ ասում է Տեր Աստված ինչ կնես ընտանիքին երեխա տուր։ Ինքը չլսեց, բայց ներսի աղոթք կա Ժողովուրդ ջան։ Այդ աղոթքը Աստված է լսում։ Հնարավոր դու այսօր աղոթես ինչ-որ մեկի համար, այդ տվյալ մարդը չի լսե քո աղոթքը։ Բայց այդ աղոթքը հասնում է այնտեղ տվյալ մարդու համար։ Եվ այդ մարդու կյանքի մեջ հրաշք է կատարվում։ Եվ պիտի Աստված փառավորվի այդ ամեն բանի մեջ Ժողովուրդ ջան։ Երբ որ դու հասկանում ես, այո, այդ ամեն փառքը Աստծուն է։ Երեսի ամոթը մերն է Ժողովուրդ ջան։ Տերը սորտնի, սիրասո Ժողովուրդ ջան, Տերը բոլորիս օրհնի։ Մերը բոլոր մեր ընտանիքներ օրհնի, սիրասո Ժողովուրդ ջան։ Այո, այսօր շատ ընտանիքներ կան անհավատ կան։ Շատերը դեռ չեն ապաշխարում, սիրասո Ժողովուրդ ջան։ Դա համար մեզի Տերը ինչ է պետք, տվել է քուր եղբայրներ, որ իրարու հետ միաբանության մեջ աղոթք կանեն Ժողովուրդ ջան։ Ալնումա մարդը փակվում է իր աղոթքի մեջ։ Եղել է իմ կյանքի մեջ, որ ունեցել եմ, դուզել եմ փակվեմ իմ աղոթքի մեջ, մարդ չիմանա, բայց Տերը թույլ չի տվել, Տերը բացել է, որ տղա ջան դու մենակ չես կրա պատերազմի։ Ինչու՞ որ մարմնի մեջ կա շատ անտամներ, Ժողովուրդ ջան։ Այո, շատ անգամ մարդ ուզում է փակվի, չբացվի ոչ մեկի մոտ։ Всё, փակվելը մնում եմ, ես ազնով եմ։ Եվ մարդը իրան սկսում է ճնշել, տառապել։ Եվ Տերը իր մի հատ տղու ղրգում ասում է գնան դե տղես լավ չի զգում կամ աղջիկս։ Մեկը տենում է Տերը ղրգում է իր զավակին, գալում է, խոսում է, տվյալ մարդը բժշկվում է Աստծո խոսքով Ժողովուրդ ջան։ Տերը սորտնի բոլոր սիրի Աստծո Ժողովուրդ ջան։ Հիսուսի անուշ պալիգներ։ Ես ում Տիրոջ խոսքից մի քանի խոսք կարտանք Ժողովուրդ ջան, Գաղատացիս առաջի գլխի 3-րդ խոսքից մի քանի խոսքեր կկարտանք, Գաղատացիս առաջի գլուխ 3-րդ խոսքի Ժողովուրդ ջան։ Եվ տեսնենք ինչ ունի Աստծո խոսքը ինձ ու քեզ ասելու Ժողովուրդ ջան։ Մենք տեսանք լսինք այն քարոզը, որ եղբայրները Տիրոջ շնորհքով խոսեցին Ժողովուրդ ջան, չէ։ Աստված յուրահատուկ, որտեղ ես հավատում եմ դուք աղոթում եք Աստծուն, կերագուր եք ուզում։ Տեր Աստված, այսօր դու իմ կերագուրը, իմ համապատասխան Ժողովուրդ ջան։ Շատ անգամ եղնում է, որ եղբայրները քարոզում են կամ ինչ-որ մի Տիրոջ խոսքը, որ խոսում ես, մի քույրիկ ասում է եղբայր ջան, դու իմ մասին խոսացի։ Ասում եմ, ես ինչ գիտեմ Ժողովուրդ ջան, ձեր սրտի մեջ ինչ կա։ Ժողովուրդ ջան, իրեմ ասում, մենք եղբայրները չենք իրեմ, ոչ է մենք պատրաստում ենք։ Մենք չենք զանգում իրար ասեն եղբայր ջան, դու եսի խոսա, եսի չէ, մենք չենք պես բան Ժողովուրդ ջան, ինչ որ Տիրոջ հոգին տալում է, մենք դա մատակարարում ենք ձեզ եւ մենք էլ ենք սնվում։ Այն որ եղբայրներս խոսացին, որ իրանք են սնվում, առաջ իրանք են սնվում եւ նաեւ ձեզ են տալում։ Ես եղել եմ մարդկանց եւ քարոզիչ ժամանակ, ես ինքը սովորում եմ, բաներ կա Տերը բացում է այս խոսքի մեջ, Ժողովուրդ ջան, այ քեզ Հիսուս ջան։ Այո, Տերը քեզ էլ է բացում, քեզ էլ է սովորացնում, որտեղ դու էլ ես մարդ, դու էլ կարիք ունես միշտ։ Եվ ինչ ասում Գաղատացիս առաջի գլխի 3-րդ խոսքը ասում է շնորհք եւ խաղաղություն
ինչպես եղբայրը խոսած, շնորհք, նաև Աստված մեզի շնորհք է տալու ժողովուրդ ջան։ Այդ շնորհքը, որս մային շնորհքով մարդ է, ինչ են ասում։ Այսինքն մարդը շնորհք ունի ժողովուրդ ջան, չէ՞։ Մարդկանց հետ խոսելու տոն ունի։ Մենք շատ անգամ խոսում ենք հավատքի մարդկան ժողովուրդ ջան։ Հնարավոր է մարդը հավատքի մարդ, բայց այդ խոսալու տոներ չունենա։ Կարակուրը մի հատ անես, գոռա դու ինքը շփոթվես, ասես այ քեզի բան Իսուս ջան, այս մարդը տենաս ինչ է սովորի, ասում չկա մի ես չես ենք ժողովուրդ ջան։ Ինչու՞ որ ասում է շնորհք եւ խաղաղություն լինի ձեզ։ Այնքան օրհնյալը ցի ասում ջան, ել եմ ասում, այս անհավատ մարդիկ այնքան ուշադիր են մեր վրա, լավ իմացեք։ Գործի տեղը կլնես, որտեղ կնեք, այս մարդիկ այնքան ուշադիր են, որ մենք հավատքի մարդիկ ենք, այնքան ուշադիր են քեզ։ Մի հատ հետև սխալ ես անում, միանգամից քեզ ռուշացնում են։ Եղբայր, աղբերս լավ բան չարեց, էսի, չէ՞։ Եվ ես անգամ շատ անգամ, որ մարդիկ ուշադրության կենտրոնում մեջ մարդիկ հասկանում են, որ իրանք տեսադաշտ են, որ այս մարդ, որ այս տվյալ անձը, այս տվյալ տեղը ինքը որպես լույս է եկել։ Աստված քեզի որպես լույս է խրգում։ Ինչու՞ որտեղ այդ լույսը կա քո կյանքի մեջ։ Եվ այդ լույսը Տեր ուզում է նաև քո ընտանիքի մեջ լինես լույս, Ժողովուրդ ջան։ Հիշում եմ մի քանի տարի երբ որ մի քույրիկ ասեց իր տան մեջ գործ կարի անելու, ասեց անես ժամանակ արեք, որ ամուսինս խմող է, որ ինքը տունը չերնի։ Ասինք խառաշո, ելա եղբայրներով 3 հոգով գնացինք Ժողովուրդ ջան, դե ամուսին տունը չէր։ Պետք է դաճեր 3 օր դեպի մնար, որ մինչև մենք կիրակի հասնենք Ժողովուրդ ջան, վերջը գնացինք, մի հատ հիվանդ աղջիկ ուներ, հիմա մահացել է։ Մի քիչ տարիքով էր, այդքան փոքր չէր։ Ասես брат Армен, можно молиться? Ասես կարանք էտանք աղոթենք, ասի хорошо, пойдем помолимся։ Էտանք աղոթենք։ Մտանք զալը աղոթք ենք անում, ծունկեգեգե Ժողովուրդ ջան։ Մեկը դուրը թխկեցին, ասին բանը, պապան եկավ։ Էտան տղամարդն եկավ, վայ Իսուս ջան, mēs համ ծունկի վրա ենք։ Դե ախր քույրիկը վախցրեց ինձ Ժողովուրդ ջան։ Մեզ վախցրեց։ Շատ անգամ մենք կանա մարդը մարդուն վախ է տեսնում, այ քույրիկ ջան, միգուցե քեզի ապաշխարություն պետք ոչ թե քո ամուսնուն։ Ալմա պարագավ այսօր մարդիկ անհավատ մարդկանց ավելի բան են դնում Ժողովուրդ ջան։ Միգուցե մեղավոր ես ու դու ենք, ոչ թե անհավատը։ Այ որ դու քեզի փոխում ես, Տեր ընդեղ էլ է փոխում։ Երբ որ այս տղամարդ եկավ մտավ զալ, դե մենք ծունկի եկած, ես էլ արդեն չգիտես ինչ անել Ժողովուրդ ջան։ Մի վերջը դու աղոթում ես ծունկի վրա, չես փախնի պայ մտնի։ Եվ հետո երբ որ այս մարդ եկավ ներս, Ժողովուրդ ջան, եկավ դեմի ծունկի վրա, ես ինչ անեմ Տեր Աստված։ Եկավ մտավ ներս, ասեց «Здравствуйте», ասի «Здравствуйте», գնաց տեղաշուր, բարգավ քնավ Ժողովուրդ ջան, բարգավ այ քեզի բան ասում եմ Տեր Աստված, այս քույրիկի վախցրածը, այս խեշ մարդու գալը, մի հատ բարև տվավ գնաց քնավ Ժողովուրդ ջան։ Սիրելի Աստծո ժողովուրդ ջան, եթե Աստված քո տան մեջ քեզի հանել է, իմացի դու ես պետք է տան մեջ։ Դու պետք է օգնես տվյալ մարդկանց օգնես դեպի հավատքի կյանքի մեջ։ Եթե դու գավաթ առնես այս մարդկան խփես անտատ, այս մարդիկ չեն էլ ապաշխարի Ժողովուրդ ջան։ Դու պիտի սիրո գավազան, դու պիտի աղոթքի, լացի, ծոմապահության գավազան ունես միշտ քո կյանքի մեջ, որ դու միշտ աղագես եւ այս մարդիկ քո բարին տենան։ Աղ լինես, աղ, Ժողովուրդ ջան։ Ասма շնորհք եւ խաղաղություն ձեզի, Հոր Աստուծո մեր Տեր Հիսուս Քրիստոսեն, որ իր անձը տվավ մեր մեղքերու համար։ Ժողովուրդ ջան, ուշադիր ենք լսում, Տիրոջ խոսքը ինչ ասում ինձ ուծես, չէ՞։ Ասма որ իր անձը տվավ մեր մեղքերու համար։ Այսինքն Աստված իր անձը տվել է իմ ու քո եւ ամբողջ աշխարհի մեղքերի համար։ Շատ անգամ անհավատ մարդիկ, որ մի քիչ որ խոսում ես, այս մախպերս իմ մեղքերս այնքան շատ է, Աստված չի ներա։ Այս մի չի կարա մերը քիչ է, Ժողովուրդ։ Այսինքն տեսնում ենք, որ անօրենը մարդուն խապում, ասում է քո մեղքերս այնքան շատ է, Աստված քեզի չի ներա, Ժողովուրդ։ Բայց մենք այդպես չենք հավատում, մենք հավատում ենք, եթե մարդը զղջա իր մեղքի չարության համար, Աստված ասում է ես քեզ ներում եմ։ Եվ Աստված իրապես ներում է, երբ որ մարդը սրտան զղջում է, Ժողովուրդ ջան։ Մենք շատ այդպես հրաշքներ ենք, երբ որ մարդը զղջալ իր կյանքի մեջ, չես ենք, անհավատ մարդ, երբ որ հասկացել իր սխալը, Ժողովուրդ ջան, երբ որ զղջացել է եւ խնդրել Աստված իրան բժշկել է։ Իշը միտպես վկայություն կար, երբ որ մի ռուսկին, մենք գիտենք ռուսները շատ են խմում Ժողովուրդ ջան,
չերեշտուր խմում են։ Դաժան խմած վատը գալում քենց արաղ ուզում այ մարդ էլի չխմես դելքեր բանը չմնաց այդ տրաշեմ դե խմես գնես գեդին Ժողովրդյան ախր դիվական աշխարհ կա էլի ու քնած չի Բայց երբ որ կինը Ժողովրդյան ինքը շատ աշխարհի մեղքի կյանքով խմիչքով են կանա խմում են կա մեղքի կյանքի մեջ վերջ ինքը ձեռք է բերում ռակ հիվանդություն թոքի վրա Եվ իրան բժիշկները տալում են շատ քիչ կյանք ընդամենը մի շաբաթ ինչքան կյանք են տալում Ժողովրդյան Երբ որ տվյալ կինը հասկանում է որ ինքը պետք է մահանա Ժողովրդյան Այս կինը արդեն հասկանում է, որ ինքը մարդու մեջ հոգի կա, ժողովուրդ, շատ անգամ հոգին վգայում է, նա վախենում է դուրս գա այս մարդու մեջ, ինչո՞վ որտեղ մարմինը տանի գցել հող, բայց այս հոգին պետք է իր տեղը տանջվի։ Ինչո՞վ որտեղ այսօր մարդիկ շատ անգամ մարմնին են տեղ տալում, մարմնի ցանկույզի հաճույքներին տեղ են տալում մեղքերի ժողովրդան, եղեջ հոգի դատերը վամսը տարապի։ Դամար այսօր Տերը ուզում է, որ այսօր մենք հոգով ապրենք, հոգով լեցվենք, հոգուն տեղ տանք Տիրոջ խոսքին ժողովրդան։ Եվ հետո երբ որ այս կինը երբ որ գալում է գիտակցության հասկանում որ պետք է մահանա ժողովրդան, այս կինը սրտանց, դա սովորական աղոթ չի, լավ իմացեք ժողովրդան։ Իմ կյանքի մեջ շատ եղել։ Երբ որ նեղության, դժվարության մեջ, այն խնդրի մեջ դու մի հատ ուրիշ աղոթք ես բերում, այսպես չես ասում, Հիսուս շանձի ներես, ընձի փրկես, չէ՞, հեսա ուրիշ աղոթք կա։ Սա ներսի ողբուլած է գալու քո կյանքի մեջ։ Դու հասկանում ես, որ դու պետք է մահանաս։ Եվ դու չգիտես, ախր գիտես, ախր ուր պետք է գնաս, եթե մարտանավատ են արդեն գիտես ուր պետք է գնաս, ժողովրդյան։ Որտեղ հոգին վկայում է։ Եվ ես ինձ սրդան սղճում ու ողբում ա Տիրոջ արսմա Տեր Աստված ներանձի չեմ հասկացել ինչ որ արել եմ ներա խնդրում եմ ընձի ողորմա բժշկա Եվ ես կինը վկայում ասմա տեսա Տեր Հիսուսին եկավ մոդիկ ծավ ընձի ժողովրդյան ասես ներսս բացել այդ հինը հանես թազեն դրեց այդեղ Մի կարա շատ մարդիկ լսեն այ մատես հեքիաթես պատում այ աղբեր ջան այդպես բան ոնց կլինի ժողովրդյան Մեր Աստծո մոտ աննարին բան չկա սիր Աստծո ժողովրդյան ես հավատում եմ Աստծո մոտ աննարին բան չկա քո հոգու քո մարմնի բժշկության համար Եվ ես կինս մին տասկ անցավ գնաց հիվանդանոց այն բժիշկներ որ իրան ընդամենը մի քանի օր կյանք են տվել ժողովրդյան Պետք է գնաց նույն ստուգման այս բժիշկը որ իրան ստուգել էր այս բժիշկը չհավատաց ասես էսի դու չես Էսի Աստված քո ջևիկ քրոջն ես խրգենձի Այս բժիշկը զարմացավ այդ հրաշքը որ տեսավ այդ կնոջ կյանքի մեջ ժողովրդյան Ասում ես չեմ հավատում էսի դու ես Ասում եմ մենք հրաշքներ շատ ենք տեսել բայց քո վրա որ դրած է երիտասարդի թոք ես դրան չեմ հավատում Այ Աստված ընես բան անում որ մարդիկ չհավատան մարդիկ չհասկանան Տիրոջ արած գործերը այո Տերը դպես գործան ժողովրդյան Մենք տեսանք որ Ղազարը 4 օր մնաց մեռած Տերեն վաղտ գնաց Քուր ասեց ախր Վարդապետ ախր 4 օր արդեն հոդած է Այ ընդեղ այ որ քու հավատքդ արդեն կորում արդեն քու հավատքդ անհասկանալի է դրե այն գործը որ դու պետք հավատաս արդեն այդ Տիրոջ արած գործին Եվ դու Աստծո փառքը դու տեսնես ժողովրդյան Ասում շնորհք եւ խաղաղություն ձեզի հոր Աստծո մեն Տեր Հիսուս Քրիստոսեն որ իր անձը տվա մեր մեղքերու համար որպեսզի մեզ փրկե հմիկվան չար աշխարհեն ժողովրդյան Երբ որ մարդը ամեն օր, ամեն տարի որ դու կարդում ես, ինչքան դարեր անցես գիրկի մեջ, չէ՞ ժողովրդյան։ Եվ մենք կարդում ենք հմիկվա չար աշխարհին, եւ դու ապրում ես հիմուգա աշխարհ եւ հասկանում ես, եւ մենք շատ անգամ ասում ենք ինչ չար աշխարհ է, ինչ չարեր է, ինչ չարություն է բլիկ այս երկրի վրա ժողովրդյան։ Այս ամեն մարդ որ մարդը կարդում է հմիկվա չար աշխարհին, ժողովրդյան, Տերը օգնի բոլորս ես մա։ Հիմա որպեսզի մեզ փրկե հմիկվա չար աշխարհին, ու մեր հոր կամքի համեմատ, որում փառք հավիտյանս հավիտենից ամեն ժողովրդյան, չէ՞։ Ասում եմ որպեսզի մեզ փրկի այս չար աշխարհին, օրինակ քեզ ինչ պիտի փրկի այս չար աշխարհին ժողովրդյան։ Ինչն է փրկում ինձ ու քեզ այս չար աշխարհ, չէ՞, ինչ պիտի փրկի։ Ինչ կա այս աշխարհի մեջ որ փրկի, չէ՞։ Այո, դու ես տենում ինչ կա։ Ինչ էս չկա ժողովրդյան։ Ինչ մեղքեր ապրանք, ինչ չարություններ, ինչ էս չկա ժողովրդյան։ Այդպես մեզ եկելա որ Տիրոջ Տեր Հիսուս Քրիստոսը մա որպեսզի մեզ մեր մեղքերը ներա ու մեզ փրկա այս չար աշխարհին։ Այսօր մեզ ու դու ապրում ենք այս չար աշխարհի մեջ, ժողովրդյան, չէ՞։ Մենք գիտենք շատ անգամ որ քահանաները չենք, չէ՞։ Էդում են փակվում են այսին որ լերը, որ չմեղանչեն, Աստծուն պաշտեն, ժողովրդյան։
Էհա դու մարդկանցից փախարան դե բաքու ներս ու դի փախնես, չէ։ Բաքու ներսը։ Եկու ներսը մնում է։ Ժողովուրդ։ Այսինքն տեսնում եք, որ մարդը որ փակվելով ընդեղանք չի իր ներսը փոխվում։ Այս ասված մեզ պայի մեջ, այսինքն դու կարող ապրես այս չար աշխարհի մեջ, չար մարդկանց մեջ ապրես, սաղ քու մոդի մարդիկ անհավատ են։ Սաղ հայոյողներ, բամբասողներ, խմողներ, հարպեցող, եւ դու դրանց մեջ ապրում ես։ Եվ դա մասնա պայես չար, այսինքն ասված քեզի պայում այդ բոլոր մարդկանց մեջ, նա քեզ պայում է Տեր Հիսուսը ժողովուրդ ջան, որ դու չխառնվես այդ մարդկանց հետ։ Մենք տեսանք, որ Ղովտը ապրում էր չար աշխարհի մեջ, քաղաքի մեջ, մեղքի քաղաքի մեջ էր ապրում, բայց նրանք դե չհաղորդակցում այդ մեղքի ժողովուրդ ջան։ Բա Ղովտը քանի տարի սա ամբողջ կողմ կուշտը լրիվ անհավատ են եւ մեղքի կեղտի կյանք են ապրում։ Բայց Ղովտը կարողացավ Աստծուով պահել իր կյանքը ժողովուրդ ջան։ Տերը պահեց իր կյանքը, որ ինքը չխառնվավ այդ մեղքին։ Դամարդ ու Տիրոջ անունը փառավորվի սիր Աստծո ժողովուրդ ջան, Տերը օրհնա բոլորիդ։ Այո, Տերը պահի մեջ չար աշխարհի մեջ ինձ ու քեզ։ Եվ շատ անգամ դու շատ տեղեր ես աշխատում, շատ տեղեր սա անհավատ են, բայց դու իրանց մեջ Տերը քեզ պահում է։ Եվ ես մարդիկ էլ տեսնում եմ, որ դու իրանց նման չես։ Շատ անգամ կարող մարդը մտածի, որ դու էլ խառնվես իրանց հետ։ Ես հիշում եմ, քանի տարի առաջ, երբ որ ես առաջ եկամ եղա Լենինգրադ 2004 թիվն է ժողովուրդ ջան։ Սա բոլոր սա անհավատ են։ Սա իմ կողոք ուշտես եւ այն սենյակը որ քնում ենք մի քանի հոգի աշխատողներ ենք, սա անհավատ են ժողովուրդ ջան։ Մենակ էսի։ Այս մարդկանց մեջ էլ հայոյանք իսես չկա, ու չես գա այս մարդու բերանը փագե։ Ժողովուրդ ջան, եթե մարդը հայ ու չես գա, այդ մարդուն չես գա սուրբ սարքի։ Եվ ասած ինձ ու քեզ պայ մեջ չար աշխարհի մեջ, ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի սի Աստծո ժողովուրդ ջան, այո, մեր Աստված օրհնյալ է, նա է մեզ պայում, ժողովուրդ ջան։ Երբ որ դու չես խառնվում այս չար աշխարհի մեջ, ժողովուրդ ջան։ Հիշում եմ, երբ որ այդպես միտեղ կանգնա, հիմա դաժե ցուրտ էր, ծմեր այդպես կրակի մոտպես կանգնած ենք, տակնում ենք։ Եվ էլի նույնց հայ տղա էր, բայց ուրիշ տեղի աշխատող էր, ինքը մեր բրիգադի մեջ է, ժողովուրդ ջան։ Երբ որպես կայնած ենք այդ մեր բրիգադով եւ այդ հայ տղեն կայնած այդպես վերջը խոսում են, դե ինչ պիտի խոսեն իրանք ժողովուրդ ջան, աշխարհի մարդի ինչ պիտի խոսա։ Ես մեկ է տեսա, մեկ էլ էս իմ բրիգադի տղեկին տերը սաղին հեռաց է դի ժողովուրդ ջան, մնաց մենակ էս հայը։ Սաղին հեռացեց։ Մնաց մենակ էս հայը, մեզ հայը պատմում է մեղքից, հրապուրանքներից, ժողովուրդ ջան, պատմեց, իսկ մեզ քո ինչ պետք է չի։ Ասում եմ, չի ախպերես, ես հավատքի մարդ եմ, ես դրանց կարիքը չունեմ։ Եվ ես տղեն լրջացավ ժողովուրդ ջան։ Ասեց ես էլ եմ եղել հավատքի մարդ, բայց ես թողել եմ Աստծուն։ Ինը հավատքի մեջ էր, բայց ինքը հեռացել էր Աստծուն ժողովուրդ ջան։ Եվ տվյալ անձը ապրում էր մեղքի կյանքով։ Եվ դա համար ուզում էր ընձեր հրապուրեր Սատանեն։ Եվ իդարկիրա միգուցե դա էլ Տիրոջ կամն է, որ դրանց հեռացրեց, որպես ես մարդուն ես չայել տղա ես երիտասարդ։ Թողեր մենակ, որպես տվյալ մարդուն օգնես մարդը վեր կանգներ։ Ընկել ես աշխարհը, լապում ես այդ մեղքը, ուդում ես, բայց Տերը քեզ նույնիսկ հնարավորություն է տալում դուրս գաս այդ մեղքի աշխարհի մեջ ժողովուրդ ջան։ Եվ իրան առաջագիսի գիտես ինչ կա, այդտեղ պաշտամունքի տեղեր կա, եթե ուզում ես համար կդամ եղբայրների, զանգես, խոսես, կարանաս, եթե գաս պետքա մասնակցես, արսես խարաշո։ Գնացինք այն սենյակը, որտեղ իրանք շորերը փոխում են, ռաբոչի շորերն հագնում ժողովուրդ ջան։ Երբ որ գրեցի համարը տվեցի, արի մի հատ աղոթ կանենք, երբ որ աղոթի Տերը այս հոգին լացում էր։ Ժողովուրդ ջան, Տեր օգնի լաց իրական մինչև վերջ մնա ժողովուրդ ջան։ Հնար այսօր մարդը լացի, հա, եղբայր ջան, չեմ կրում, ուզում եմ կկամ, այդ լացը մեկ էս պրծավ, էլ մոռացա։ Եղբայր ջան, բա ուր ես։ Ժողովուրդ ջան, Տերը մեզ բոլորս էլ ողորմա, սիրասոր ջան։ Դամար Տիրոջ ան դու փարսմա որում փառք հավիտյանս հավիտենից։ Այո, փառք մեր Աստծուն, որ Տերը մեզ պահում այս չար աշխարհի մեջ ժողովուրդ ջան։ Դամար Տիրոջ անունը փառավորվի, սկանով կվերջացնենք, ամեն։